Աստծո եւ մարդու միջև անդունդ է գոյացել, որովհետեւ Աստված սուրբ է, իսկ մարդը մեղավոր։ Սրբությունն ու մեղքը անհամատեղելի են։ Սուրբ Աստվածը չի կարող հանդուրժել մեղքը։ Հնարավոր է, որ մի մարդ մյուսի համեմատ այսպես կոչված ավելի արդար եւ սուրբ լինի, սակայն ոչ ոք չի կարող բավարարել Աստծո կատարյալ սրբության չափանիշը։ Հռոմեացիս 3:23։ Աստծո հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է Աստծո նման սուրբ լինել։ Հակոբոս 2:10-ն ասում է. «Քանզի ով որ բոլոր օրենքը պահի եւ որևէ բանի մեջ հանցավոր լինի, նա ամբողջ օրենքին պարտական կլինի»։ Ինչքանով պետք է պահենք օրենքը Աստծուն գոհացնելու համար։ Ամբողջությամբ։ Ինչքան պետք է դիմադրել գայթակղությանը ամբողջ կյանքի ընթացքում։ Կարող է մարդը մեկ անգամ մեղանչելով հանդերձ արդար մնալ։ Ոչ։ Կարող ես ասել, որ ողջ կյանքիդ ընթացքում պահել ես ամբողջ օրենքը, դիմակայել ես փորձություններին եւ նույնիսկ մեկ անգամ էլ չես մեղանչել։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում Աստվածաշնչի համաձայն կարող ես արդարանալ Աստծո առջև, եթե վստահում ես քո արդարությանը։ Ոչ։ Բ Կորինթացիս 5:21-ն ասում է. «Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղավոր համարեց, որպեսզի մենք նրա միջոցով Աստծո արդարները լինենք»։ Ըստ այս տան, Քրիստոսն անմեղ էր։ Այո։ Երբ Քրիստոսը մեռավ խաչի վրա, Աստված ինչ արեց մեզ համար։ Մեր մեղքերը Քրիստոսի վրա դրեց, իսկ նրա արդարությունը մեզ տվեց։ Մենք չունենք սեփական արդարություն։ Միայն Քրիստոսն է, որ կատարյալ արդարություն ունի եւ առաջարկում է մեզ այդ արդարությունը, եթե միայն կամենանք ընդունել։ Ենթադրենք ուզում ես գնալ մարզադաշտ ֆուտբոլի խաղի։ Միայն մուտքի տոմսն արժե 10,000 դրամ։ Դու գալիս ես տոմսավաճառի մոտ եւ առաջարկում ընդամենը 100 դրամ։ Քեզ տոմս կտան։ Իհարկե ոչ։ Տոմսի արժեքը 10,000 դրամ է։ Եթե ունենայիր 5,000 կամ նույնիսկ 9,000 դրամ, չէիր կարող վճարել, որովհետև պահանջվում է 10,000 դրամ։ Դրանից 1 դրամ պակասն էլ անբավարար է։ Ճիշտ այդպես էլ Աստված պահանջում է կատարյալ արդարություն։ Մեզանից ոմանք կարող են մյուսներից ավելի սուրբ լինել, սակայն ոչ ոք չի բավարարում Աստծո չափանիշը, քանի որ բոլորն էլ մեղավոր են։ Այդ իսկ պատճառով մեր արդարությունն անբավարար է համարվում։ Ենթադրենք, երբ 100 դրամով փորձում ես ֆուտբոլի խաղի տոմս գնել եւ տոմսավաճառը չի համաձայնվում, մոտենում է մի մարդ եւ ասում. «Մի կողմ դիր քո 100 դրամը, միևնույն է այն քիչ է։ Սա թող իմ կողմից նվեր լինի։ Ընդունիր նվերը եւ վայելիր խաղը»։ Ճիշտ նույնը Քրիստոսն է արել մեզ համար։ Իր կատարյալ արդարությամբ նա վճարել է մեր անարդարության գինը։ Հետևաբար պետք է ընդունես նրա արդարությունը, որից հետո միայն կարող ես Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալ։